Բարև ձեզ հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ, շնորհակալ եմ հրավերության համար պարոն Մանուկյան, եւ զրույցը սկսենք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին տեղեկությունից, տեսանյութ հրապարակվեց, որտեղ Փաշինյանը զրուցում է Ալիևի հետ, ապա հայտնի դարձավ, որ սրճել է նրա հետ, կադրերում երևում է նաեւ Էրդողանը ու ինչպես միշտ է լինում այս եռյակի հանդիպումներում Երկուսը Էրդողանն ու Ալիևը գոհ են, շփտում են, Փաշինյանը խեղճացած է եւ այս տեղեկությունից առաջ նա իր էջում հրապարակել էր ինֆորմացիա, որ պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին եւ վերահաստատել Մինսկի խումբը լուծարելու պատրաստակամությունը, բայց նաեւ հետեւյալ միտքն էր հայտնել, թե հայկական կողմի մտավախությունն այն է, որ կոնֆլիկտը Ադրբեջանը իր տարածքից կարող է տեղափոխել Հայաստանի տարածք, մեջբերումը բառացի չէ։ Նախ գնահատեք հանդիպումը, իմ նշած կադրերը, ապա այս հայտարարությունը։ Իրականում այս երկու օրը ցույց է տալիս այդ ազգային ժողովում նախորդ օրը համբալ ձևակերպներ օգտագործել, թե իրականում ով է համբալը։ Գլուխը պատով թե եթե ինքը այդ ամեն ինչի մեջ որպես անհատ լիներ, ցավոք սրտի, հանձինս իրեն ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը։ Երեկվա հարցազրույցն է, որպեսզի հասկանանք, թե ինչ բոբիկ, ինչ անգրագետ, անկազմակերպ աշխատակազմ ունի, փաստը, որ ենթադրենք գրառում է, թե կարծեմ Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը ներկայացավ այդպես, այո, որն իրականում ITV-ն պետական հեռուստատեսություն չի, այնտեղ ASTV-ն է պետական հեռուստատեսություն, հանրային հեռուստատեսությունը եւ այդ ոտի վրա կմկմալով այդ իր գավառական շուստրությամբ փորձելով խուսանավել, բառերը հազիվ փնտրելով, արտաբերելով հարցազրույց տալը եւ փաստը, որ ոտքի վրա ադրբեջանցի լրագրողը կարող է Հայաստանի վարչապետի պաշտոնը ներկայացողի հարցազրույց վերցնել, խոսում է այդ անգրագիտության մասին։ Այսօր էլ պատկերները շատ ավելի խայտառակ էին, որովհետեւ կան արարողակարգեր, երբ որ երկու երկրների ներկայացնողները հավասար իրավիճակում են։ Բազմոցին փռված Իլհամ Ալիևը եւ կուճռտած բազկաթոռում ուսերը ծռած, վիզը ծռած Նիկոլ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է երեկվա հարցազրույցին ադրբեջանական հեռուստաընկերությանը, պարզապես էլի նույն այդ ճամարտակություններ, բառախաղներ, բայց նաեւ կրկին ու կրկին Ադրբեջանի նախապայմանները կատարելու պատրաստակամության մասին հայտարարություններ են։ Իսկ կոնֆլիկտը Հայաստանի տարածք տեղափոխելու մասին հիշատակումը, սա ինչ է, խնդրանք է, որ դա չլինի, գիտակցում է, որ Ադրբեջանը կանգ չի առնելու, նույնիսկ եթե այսօր ստորագրի Մինսկի խումբը լուծարելու մասին համատեղ հայտարարությունը, որը պահանջում է Ալիևը, այդ մասին է վկայում։ Կոնֆլիկտը Հայաստանի տարածքում է։ Դե վաղուց 240 կիլոմետրից ավել օկուպացված տարածքը ինչ է նշանակում։ Բայց նույնիսկ այդ կոնֆլիկտը Հայաստանի տարածք տեղափոխված լինելով հանդերձ ամեն անգամ թութակի պես իր հանձնարարությամբ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների կողմից կրկնվելով, թե որևէ ձև այդ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով ետ չի բերվելու, սահմանազատման մշուշոտ հեքիաթի վրա հույսը դնելով, բարձր բան է, նույնիսկ ասում է Հայաստանի տարած կոնֆլիկտը տեղափոխվելու դեպքում ես Ադրբեջանի դեմ չեմ դիմակայելու։ Իսկ իր կողմից այդ հիշատակում, պարոն Մանուկյան, ամեն դեպքում արձանագրում է առ այն, որ արդեն իրենք էլ են հասկանում, թե ինչ կարող է լինել, թե սա նաև տրամաբանության մեջ, որ կոչ է նույն Եվրահամայնքին, որտեղ տեղի էր ունենում այդ հանդիպումը։ Չէ, իրականում փորձում էր ադրբեջանական այդ պահանջը Հայաստանի սահմանադրությունը փոխելը դնել նույն նժարի վրա, հիշեցնելով, որ Ադրբեջանի սահմանադրությունում էլ են տեսնում տարածքային պահանջներ ու ինչ որ մի հատ ամբողջ հեքիաթ այդ Ադրբեջանի հետ իբր համաձայնեցրած, բայց մինչև այժմ էլ չստորագրած փաստաթղթից, բայց փաստը այն է, որ Մինսկի խմբի լուծարման հետ կապված առանց որևէ բանի պատրաստակամությունը հայտնել է։ Իդեպ երեք ադրբեջանական տելեգրամ ալիքներից մեկը մի դիտարկում էր արել, որ Մինսկի խմբի լուծարման մասին երկու կողմերի համաձայնությունը դեռ չի նշանակում Մինսկի խմբի լուծարում,
որովհետև նույն Ֆրանսիան կարող է, որովհետև կոնսենսուսով է ԵԱՀԿ-ում որոշումներ ընդունում, Ֆրանսիան կարող է օրինակ դեմ լինել այդ լուծարման, այսինքն եւ Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ այդ նույնիսկ այդ խուսանավում մանր գավառական ժուլիկությունը չի անցնելու եւ դրա համար շարունակում են ոտքը գազի վրա դրած, երկու ոտքը մի կոշիկի մեջ պահանջներ ներկայացնել Հայաստանի։ Պարոն Մանուկյան, դատելով որ ճնշումները Նիկոլ Փաշինյանի վրա ուժեղանում են ու չեն դադարում, դատելով որ ներսում խնդիրներ կան, վարկանիշի ուղղակի անկում երկրաչափական պրոգրեսայով, վիճակը սոցիալ-տնտեսական խայտառակ է, բոլոր հարցերով տարբեր ոլորտներում ցույցեր, բողոքներ, երկիրը կարծես մի քաոսի է վերածվել եւ այդ քաոսը, այսպես ասած, դրսևորվում է նաեւ օրենսդիր մարմնում, դուք հիշատակեցիք այդ հերթական դրսևորումը ազգային ժողովում տեղի ունեցածի, որը նաեւ հաջորդած մեկնաբանություններով ձեր խմբակցության падգամավորների տված գնահատականներով հենց այդ ցայտնոտի, հենց այդ վախի, հենց այդ անհանգստության դրսևորումներն էր։ Մենք կարող ենք ենթադրել, որ նմանատիպ իրավիճակները առաջիկայում ավելանալու են, իշխանությունը փորձելու է այդ էժանագին շոուներով ինչ որ հարցեր լուծել, շեղել հանրությանը գլխավոր օրակարգերից։ Տեսեք, իրականում մի իրավիճակ է իրենց համար, երբ որ դու անդադար փաստարկված փաստեր ես ներկայացնում, որին հակառակ հակափաստարկներ, փաստարկներ հավանքի մասին խոսքը չի, չես կարողանում բերել եւ այդ առումով քեզ միայն մնում է սեղան շուռ տալը կամ լրիվ լաչառության մեջ հայտնվել։ Ես կոնկրետ մեկ օրինակի վրա ասեմ։ Այդ բարբերաբար հատկապես Աննան է Գրիգորյան, բարբերաբար հիշեցնում են օրինակ կոռուպցիայի մասին, մի քանի խայտառակ փաստեր։ Եվ վերջին հարցոպատասխանը իրականում է իր անհավասարակշիռ լաչառությունը, գոռոցները, խայտառակ պահվածքը։ Խոստովանեց, ներվերից չի դիմանում։ Ներվերը չդիմացա, որովհետև հերթով Քրիստինեն էր Վարդանյան, ես էի, հերթը ասավ Աննային Գրիգորյան, այդտեղ արդեն ներվը չդիմացա, բայց հատիկ փաստեր է բերում, որոնց պատասխանը չունի։ Նույն Անիֆի օրինակը այդ իր իսկ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված Երևանի այսօրվա քաղաքապետ այն ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցը, որը պետական բյուջեի միլիոնավոր դոլարներ վերցրել է ու որ հատկացումը նայում ես ծանոթ բարեկամ է։ Մեկ երկու անմեղության կանխավարկած ասեց Նիկոլը, հետո փաստերը այնքան զորավոր էին եւ այդ առումով նաեւ իրոք պետք է շնորհակալություն հայտնել լրատվամիջոցներին, իրոք հետաքննող լրատվամիջոցներին, որոնք ուղղակի իրենց մասնագիտական աշխատանքը փայլուն էին կատարում, ինչպես կատարել են նախկինում էլ։ Եվ այդտեղ այլևս անմեղության կանխավարկածի հեղումը դարձավ Նիկոլ Փաշինյանի կողմից այո խայտառակություն է, բայց այստեղ գայլային ոհմակի հոգեբանությունն է յուրայիներին չհանձնելը։ Եվ դրա համար քրեական գործ ասում են կա, բայց մեղադրյալ չկա, կասկածյալ չկա։ Այլ դեպքում մեկ վայրկյանում մեղադրյալն է, կասկածյալն էլ կա։ Եթե անգամ գործը չկա, չէ։ Նայեք, երեք խայտառակ մի դեպք է տեղի ունեցել իրավապահ համակարգում։ Մեղադրանք է առաջադրվել լրագրողին զանգվածային անկարգությունների օժանդակել։ Ինչ է եղել Անուշ Մկրտչյանի գործը լրագրող իբրև Անուշ Միրզոյանի, կներեք, Անուշը իբրև լրատվամիջոցի ներկայացուցիչ ուղիղ եթերում 4 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի այդ ամենախայտառակ վիճակում Սյունիք գնալու, աներես գնալու ժողովրդական ընդվզումը բողոքը եւ Սյունատ ողջուներ անունը գրող այդ ամբողջ գործողությունը ներկայացնել լուսաբանելն էր։ Հիմա համարում են դա օժանդակություն։ Այդ տրամաբանությամբ ես մի անգամից հանցագործության մասին հաղորդում եմ տալիս,
որտեվ Անուշի այդ ուղիղ եթերի ռեպորտաժը Երկիր մեդիան եւս ցուցադրում էր իմ որոշմամբ։ Հիմա նույն մեղադրանքը կարան առաջադրեն։ Բայց այսօր հրապարակային նաև խոսելու եմ, ուշադրություն չդարձվեց մի հանգամանքի վրա։ Այդ ոնց եղավ 4 տարի առաջվա դեպքը հանկարծ հիշեցին։ Իրականում եղավ հետևյալը։ Նիկոլ Փաշինյանը մարտի 5-ին, չորեքշաբթի օրը, երբ որ հերթական անգամ դեմն էին դնում իրավապահ համակարգը քո գրպանում է, բան, փորձեց արդարանալ ու մեկ էլ հիշեց, որ 4 տարի առաջվա դեպքով, տեսեք, որևէ բան չի արվել, որևէ որոշում չի կայացվել։ 3 օր հետո, շաբաթ օրը, մարտի 8-ի երեկոյան, առավոտվանից սկսած, Արցախյան ազատամարտի մասնակից, ԱԱԾ վետերան սպա, Արամ Գասպարյանին, որ նաև հայտնի է Չիկով մականունով, ձերբակալում են, տանում են կալանքի, դատարանը բարեբախտաբար կամ բարեբախտությունը որը անազատությունը խափան միջոց ընտրեց տնային կալանքը եւ վերջերս սրտի վիրահատություն տարավ։ Որպես այդ 4 տարի առաջվա դեպքերի կազմակերպիչ, քանի որ մարտի 5-ի Նիկոլը ազգային ժողովի ամբիոնից իրավապահներին ասել էր, կարող եմ մոռացել եմ, ինչի չեք շարժվում։ Ազդակը միանգամից եղավ, 3 արդեն հասան օժանդակելուն լրագրողի աշխատանքին։ Հետաքրքրական է, որ քաղաքացիական հասարակություն այդ, որ եվրոպական արժեքներով ապրում ու տառապում էր, վերանները ջուր առած նստած են։ Պարոն Մանուկյան, սա նաև ընդհանուր դաշտին չի ուղերձ, որ այ դուք լրագրողներ իմացեք, եթե նման բաներ լինի, ձեր դեմ էլ կգտնենք ինչ որ փաստեր, հանգամանքներ, որոնք կարող ենք վերածել քրեական գործի։ Իրեք տարբեր տարիներ իշխանությունը բնականաբար լրատվամիջոցներին չպիտի սիրում, չեն սիրում։ Տարբեր տարիներ եղել են կոնֆլիկտներ, եղել են վայրենի կոնֆլիկտներ, եղել են հայտնի դեպքեր, չգիտեմ, չանը ծռելու, դեպք է եղել, որ ազգային ժողովի падգամավորը ձեռք է բարձրացրել այդ օրերին լրագրող, հիմա ազգային ժողովի падգամավոր Թագոյ Թովմասյանի վրա, եւ ես շատ հպարտ եմ, որ Երկիր մեդիայի լրագրող այն ժամանակվա Հովհաննես Շողիկյան այդ падգամավորի ձեռքը օդում բռնել է։ Բայց այս համակարգված, այսպիսի համատարած, այսպիսի թշնամական վերաբերմունք իշխանության կողմից լրատվամիջոցների նկատմամբ չի եղել եւ պետական մակարդակի եւ պետական մակարդակով։ Այն օրը հեռուստաընկերություններից մեկի տաղավարում բանավեճի էի լրագրողական խոսքի ազատության պաշտպանության կազմակերպությունից մեկի հետ ու ամեն անգամ որ փաստերը դնում են փորձում եմ ասել բան աղքինում Ինչ կապ ունի, դուք ուզում եք, որ Հայաստանում լավ լինի, չէ՞ մամուլի ազատության վիճակը։ Հիմա որ վատ է, էլի հիշել նախկինը, այդ նույն ձևաչափի մեջ է։ Բայց կրկնում եմ այս առումով ահավոր է։ Ես հրապարակային լրագրողներին նույն Անդրանիկ Քոչարյանի հետ միջադեպից հետո կոչ էի արել լրագրողներին, ասում արհամարեք։ Մի մոտեցեք, միկրոֆոն մի մոտեցեք իրեն։ Ցավոք սրտի արմիություն, ասեմ լրագրողական համերաշխություն եւ այսպես ասեմ քաղաքական կեցված ամբողջական դեռ չկա։ Այո, լրագրողները փորձում են պաշտպանվել, այո, իրենց իրավունքները պաշտպանում են, բայց ցավոք սրտի այդ մարտը իշխանությունների հետ անհավասար է։ Որը հավանաբար սրվելու է հաշվի առնելով այն վիճակը, որում այսօր իշխանությունն է գտնվում, պարոն Մանուկյան, վերադառնալով այդ ազգային ժողովի խայտառակ կոնֆլիկտին, այդ հրահրված ըստ էության քաշքշուկին եւ այդ այլանդակ բառապաշարին, որով իրենց քաղաքակիրթ ժողովրդավարության բաստիոն կերտողներ համարողները դրսևորեցին անարգելով ոչ միայն իրենց մանդատը, այլև առհասարակ խորհրդարանական պարլամենտարիզմի գաղափարախոսությունն ու այդ ինստիտուտը դրանով ինչ ուղերձ են հղում, այսինքն մենք ինչ ուզենք կարող ենք անել, իշխանությունը մերն է, մենք անպատիժ ենք, ինչ պիտի հասկանա դրանից մեր հասարակությունը։ Մեր հասարակությունը շատ ավելի հասկանում է։ Ամեն քայլափոխի ասում են ինչ են անում։ Այնպես չի որ այն ինչ որ այդ խայտառակությունը կատարվում է, մազաչափ իշխանությունը շատ է դուրս գալիս։ Վատ է զգում որպես մարդ, որպես խորհրդարանի պատգամավոր, որ այս վիճակում է խորհրդարանը, վատ է զգում
Բայց իրականում նաև մի ուրիշ բան կա, այս հայտարարությունները իշխանությանը այնքանով են ձեռնտու, որ նույն անցնող քառորյայում մեր խմբակցության մոտ 1 տասնյակ պատգամավոր 10-10 րոպեանոց ելույթներով ուղղակի դիմակազերծեց Հայաստանի իրավապահ համակարգը։ Քննչականներ, դատախազներ, մյուս հաշվետվություններ են տալի։ Եվ պարբերաբար է սա լինում։ Օրինակ նույն կառավարության ծրագրի կատարողական, նույն բյուջեի նախագիծ, բյուջեի կատարողական, երբ որ նաև ելույթների ժամանակային առումով հնարավորությունը շատ ավելի մեծ է, ամեն պատգամավոր 10 րոպեանոց ելույթ հնարավորություն ունի, երբ որ փաստարկված անվտանգություն, տնտեսություն, սոցիալական, առողջապահություն, արտաքին քաղաքացիություն բոլոր հարցերով մերոնք ներկայացնում են համակարգված հայեցակարգային ելույթներով պատասխանը լինում է ճղճղոց եւ այլն։ Այսինքն մի շոու անենք, ծածկենք, ջրվի գնա։ Այո, որպեսզի ստվերվի, որովհետեւ բնական է վերնագիրը շատ կարեւոր է լրատվամիջոցների համար, բայց ես իմ օրինակով ասեմ, վերջերս նման ելույթ հնարավորություններ նաեւ ֆրակցիայում 20 րոպե հիմնական փաշինյանական թեզերը հայրենիք, թե պետություն, ցեղասպանության ուրացում, այս բոլոր հարցերին ուղղակի հայեցակարգային անդրադարձ է ունեցել, բայց քանի որ մի պահ ուղղակի պորտկացի Վահագ Ալեքսանյանի բան ասեցի, դարձավ դա վերնագիր, բայց բուն ելույթը կարծես մնաց ստվերում։ Թավոքշավթի սա անդիմությանը ձեռնտու չի, որովհետև կրկնում եմ, այն ելույթները, որ ունեցել են մեր պատգամավորները, ուղղակի մաշկազերծ են անում բոլոր իշխանության բոլոր այն հանցանքները, որ այդ ոլորտներում կան։ Առաջիկայում էլ հիմա բյուջեի կատարողականն է, արդեն սկսել ենք ծանոթանալ այն տխուր պատկերին, որը այս իշխանությունը, այս կառավարությունը ուղղակի խայտառակ կառավարման արդյունքում հասցրել է երկիրը, երկրի տնտեսությունը, ֆինանսական համակարգը։ Եվ պարոն Մանուկյան, այսպես ասած, իրենց համար խոցելի բարձվում է իրենց համար, բայց ոչ իրենց ղեկավարի Նիկոլ Փաշինյանի համար ձևակերպումը, որակումը, ինչպես անվանեմ, չգիտեմ, թուրք, հա, թուրքից էին վիրավորվում այն դեպքում, երբ նախ իրենք էին փորձում այդ որակումը օգտագործելով, կարմիր գծեր հատելով անձնական վիրավորանք հասցնել Լևոն Քոչարյանին եւ հերթական անգամ Քոչարյան ազգանունը օգտագործելու առիթ ստեղծել, բացի այդ իրենք էին վիրավորվում, երբ իրենց էր պատասխան հնչում մի պարագայում, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր այդ մասին, որ ամենևին վիրավորական չէ եւ մենք տեսնում ենք, չէ, թե թուրքական միջավայրում այդ անձնավորությունը ինչպես է իրեն դրսևորում։ Մենք այսօր շատ ավելի կարևոր բաներ ունենք։ Մենք այսօր լուրջ անվտանգային հարցեր ունենք։ Մենք այսօր պետականության լինելիության հարց ունենք։ Մենք այսօր ունենք ահավոր մի մեծ ներքին անվտանգության հարց։ Մեր հասարակությունը ահավոր պառակտված է։ Մեր հասարակությունը ուղղակի թշնամությունը որդի պես, քաղցկեղի պես մեր հասարակությանը ուտում է, ամեն վարկյանը դրա դրսևորումներն են, մենք պետք է ամեն ինչ անենք այս հարցերը լուծելու համար, իսկ դրանց այդ ջղաձգ ելույթները դրանք կանցնեն, վաղը դրանք չեն լինի, չգիտեմ ոնց Երևանում ման կգան կամ կլինեն Երևանում թե ոչ, այսպես ասեմ, ես այս 30 տարիներին այնքան այսպես եկած գնացածների էի տեսել, բայց երբեք այսպիսի ամբարտավարություն չէի տեսել։ Ամբարտավարություն, երբ որ նայում ես քո ասենք էլ անդրադառնում ես, աստված իմ, սրանք 3-4 օրը չեն հիշում։ Ով էին։ Հա, մենք այդ անցաչափած ելույթներում հիմնականում այսպիսի մի հատ ցուցակ ունեն։ Այսինքն սրանցը բանալ, շաբլոնի պես տալիս են։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին սպանվել են։ Հերիկ Դանելյան, Արամ Կարապետյանը, որևէ մեկը դրանից չի երևի տեղյակ չի, որ Արամ Կարապետյանը մտել է Հերիկ Դանելյանի աշխատասենյակում գնդակարել է գլխավոր դատախազին, որին շատ հարգում էինք իմիջիայլով։ Հերիկ Դանելյանը 97 թվականի Ռոբերտ Քոչարյանի վարչապետության ժամանակ նշանակվեց գլխավոր դատախազ եւ այդ ժամանակ որ դաշնակցության գործունեությունը կասեցված էր, ես առիթ ունեցել եմ մեր տղաների ձերբակալվածների հարցով մի երկու անգամ Ռուբեն Հակոբյանը ժամանակ դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ
այցելել Հենրիկ Դանիելյանին, մտավորական մարդուն, որը դարձավ Դաշնակցության նկատմամբ վերաբերմունքի մեղմացման ջատագովներից մեկը։ Արամ Կարապետյանը գնդակարել էր Հենրիկ Դանիելյանին, ապա ինքնասպան էր եղել։ Արթուր Մարգարյան անունը որ տալիս է, այդ ամբողջ իշխանության պատգամավորներից մենակ Երևան Քոչարյան Անդրոնը Մելիքոնյան Գագոն կարող է հիշել։ Բայց որ ասեմ, ախպեր, ինչ պատմություն է, դուք հիշում եք։ Ոչ մեկ չի հիշում։ Բեմադրված սպանության փորձից սկսած, որը ներիշխանական կռվում ընդդեմ այդ ժամանակվա, այսպես ասեմ, ազգային գծի Ռոբերտ Քոչարյանի, Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի դեմ է։ Անունները որ տալիս են, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ այս մարդիկ սպանվել են, Տիգրան Աղդալյանի անունը օրինակ չեն տալի։ Տիգրան Աղդալյանի անունը չեն տալի։ Ուղղակի թևաթափ ես լինում, լավ, այսքան մանկուրտ, չիմացած, ականջի ծայրով լսած կամ back office իրանք ունեն, որ հեռախոսներում զգում ես, մեկ SMS-ը եկավ, սկսեցին արտագրել ու մի անգամից ազգային ժողովի փոխնախագահներն իրենց հերթին, պատգամավորների հերթին սկսում են ելույթներ ունենալ, հետո մեկ էլ լսում ես, ոնց ափսոս չէր մեր երկիրը։ Եվ պարոն Մանուկյան, խոսենք նաև հնարավոր սցենարներից կապված եւ Ալիևի պահանջով սահմանադրություն փոխելու այդ հանձնառության, որի կատարումը Նիկոլ Փաշինյանը ստանձնել է, հայտարարել է իր նախարարը, խոսեց 10 ամսվա ընթացքում տեքստ ունենալու մասին եւ եթե դատենք այն ուղերձներից, որոնք ստացվում են Բաքվից, կարծես նրա ժամանակը քիչ է, ճնշումները ուժեղանում են ու պիտի ինչ-որ կերպ փորձի այդ հարցերը լուծել, որպեսզի այսպես փորձի նաև ջրի երեսում մնալ ու ինչ-որ բան փորձի ներկայացնել։ 21 թվականին խաղաղության թուղթ բերելու խոստումով իշխանության եկածը 25 թվականին այդ թուղթը չի կարողանում գտնել։ Եվ ամեն ինչ արել է, բոլոր զիջումներին գնացել էր, որ այդ թուղթը գտնի, բայց Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ սա այդ թղթի մեռածն է, բարաթի մեռածն է, եւ այդ բարաթը շատ ավելի թանկ գնով կարող է ծախել, նորանոր պահանջներ է ներկայացնում։ Բայց նաեւ հասկանում է այդ մեկը, որ սահմանադրություն փոխելը, այսինքն փորձեց մենակ հարցազրույցում ասել, որ ինքը կարծում է պետք է անկախության հռչակագիրը դուրս գա, բայց նաեւ ի վերջո իշխանություն լինելով հանրային տրամադրություններն են հասկանում են, որ այդ հանրակրվեն տապալվելու է, հասկանում են, որ դա իրենց մահն է։ Դրա համար պատին դեմ առած վիճակում շարունակում է այսպես ներքին հարցեր առաջացնել ու տարբեր փուչիկ թեմաներ դաշտ նետելով հանրության ուշադրությունը շեղել այս ամենից։ Եվ մի հարց էլ այսպես ներքաղաքական օրակարգից Նիկոլ Փաշինյանի երբեմնի կուսակիցները Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը որպես իրենց վարչապետի թեկնածու առաջադրել են Նիկոլ Փաշինյանի երբեմնի կոալիցիոն գործընկեր Էդմոն Մարուքյանի թեկնածությունը եւ իրենք էլ իրենց հերթին են փորձում իմպիչմենտի գործընթաց սկսել, խնդրում եմ գնահատեք։ Շատ թող Էդգար Ղազարյանի հետ Հովիկ Աղազարյանն քննարկեն, թե ոնց են միավորելու, բայց անկեղծ ասած, քանի որ ձայնագրությունը հաղորդում է, քիչ առաջ եղավ լուրը եւ Էդմոն Մարուքյանի անունը, նույնիսկ հայտնի էլ չի Էդմոն Մարուքյանը տվել է իր համաձայնությունը, թե չէ, իմպիչմենտի գործընթաց սկսելու համար ԱԱԳ-ին թղթաբանություն է պետք, կպատրաստեն թղթատարար, կբերեն ազգային ժողով, եթե դիմեն մեզ, մենք էլ քննարկենք ու կասենք։ Իսկ այս գործընթացը այս փուլում սկսել է եւ այսպես երկու տարբեր շրջանակների կողմից այդուհանդերձ պատահական է, պարոն Մանուկյան, առաջին, այսպես ասած, նախաձեռնության մասով Հայաստան դաշինքի գնահատականը հնչել է, հիմա էլ այս երկրորդ, հա, նախաձեռնությունն է։ Առաջինի հետ կապված մեր պաշտոնական հայտարարությունը, որ խորքին մեջ Հայաստան խմբակցությանը թիրախավորելու հարցներ, հələ Հովիկ Աղազարյանից բան չենք լսել։ Դիմում էլ չի եղել ոնց որ մեզ։ Դեռ լուրերի մակարդակում։ Ռոպեներ առաջ եղել, դրա համար իրադարձությունների չշտապենք, վստահ առիթ կլինի դեր տաղավարում, որ մեր գործընկերները պաշտոնական դիրքորոշում ներկայացնեն, երբ որ կլինի այդ դիրքորոշումը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հարցազրույցին սպասեք երկուշաբթի։